Ոնց կարող է Հայաստանի վարչապետը ուրախանա կամ ասի մատ հիմնավորեք ինչ չեք զոհվել ու ուրախանա նրա համար, որ ասենք մարդիկ զոհվել են, ինչ լավ է, այստեղ գոնե ես կունենամ մեղքը գցելու բան ինչ որ մեկի վրա։ Հակառակը չէ, պետքա ուրախանաս, որ մարդիկ չեն զոհվել, կենդանի են մնացել, ամեն մեկի կյանքը արժեք է։ Ու պաշտպանության նախարարն էլ հələ տեսեք ինչ անում, հələ խոսքի վիճակը լակոտի պես իրան պահելով, արայով խոսալով, քաղաքացիների ամբողջ ուղի եթերներով գնում է, ասում է ինչի հիմնավորեք ինչի չեք զոհվել։ Բա դու մի հատ կարաս հիմնավորես, դու ինչի չես զոհվել։ Դու կարաս հիմնավորես 15 մեր զինվորները, որոնք կացարանում հրդեհի հետևանքով մահացան։ Դու կարաս հիմնավորվես, ինչի այդ տղերքը մահացան։ Բա մահացան նրա պատճառով, որ ձեր նշանակած վարչապետի նշանակած նախարարի ժամանակ նրա պատճառով այս Սուրեն Պապիկյանի, որ խոսում է սենց, ու նաև նրանց ընտրած հրամանատարների պատճառով։ Պաշտպանության նախարարը, պաշտպանության բա դու նախարար ես, նախարարի ֆունկցիան այնա, որ դու պատերազմը նենց կազմակերպես, եթե կա այնպիսի քաղաքականություն տանես, հնարավորինս քիչ մարդ զոհվի։ Բայց ոչ թե որ ուրախանաս նրա համար, որ ասես ինչ լավ է, բանը զոհվե կամ ինչի չեք գնացել զոհվես, սա գիտեք ինչ կա, օրինակ Ստալինի ժամանակ, երբ պատերազմից ֆրոնտից հետ էին գալի, կամ տանում հարցաքննում էին ու պատժում էին մարդկանց։ Հիմա սա նույն ստալինիզմն է։ Այս մարդիկ, որ այսքան խոսում են եվրոպական արժեքներից, ստալինիզմի քարոզ են անում, սրանք ստալինիզմի դրսևորումներն են։